Սուզվելուց առաջ պարտադիր պետք է ստուգել, թե ապարատը նորմալ վիճակում է, թե չէ։ Հրայր Ազիզբեկյանը պատրաստվում է սուզվել Սևանի հատակը, այս անգամ ոչ թե ուսումնասիրելու, այլ մաքրելու համար։ Նա ֆիզիկական գիտությունների թեկնածու է, սիրում է դայվինգը եւ ամեն շաբաթ մասնակցում է Սևանի մաքրման աշխատանքներին։ Սպիտակ ցանցը վերցնում ենք աղբո հավաքելու համար, հիմա մենք իրեն այսպես միտեղ կկպցնենք։ Դուք աջ կամ ձախ եք գնում, կամ երկայնքով եք գնում, կամ ետ կամ առաջ։ Վերջին հանձնարարականները ստանալուց հետո 7 հոգանոց ուզորդների խումբը անցնում է գործի։ Arm Diving հասարակական կազմակերպության նախագահի խոսքով ցանկանում են մարդկանց ուշադրությունը գրավեն կապուտակ գեղեցկուհու հիմնական խնդրի վրա։ Փորձում ենք մի փոքր ինչ ուշադրություն դարձնենք մարդկանց, որ մի թափեք այլևս, հա, միտքը սա է։ Սևան ազգային պարկի ու բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացված ակցիան առաջինն է։ Arm Diving հասարակական կազմակերպությունը չի սահմանափակվում միայն Սևանի մաքրմամբ ու դայվերների պատրաստմամբ։ Առաջիկայում բնապահպանության նախարարության ու Սևանի ազգային պարկի հետ գործակցության միջոցով պատրաստվում են Սևանը դարձնել ստորջրյա թանգարան։ Ուզորդները իջնում են ու իրանք տեսնում են 100 կամ 200 արձան, բավականին հետաքրքիր է, որտեղ այդ սառը տակ ջրից արձանները ջրի տակ թվում է թե շարժվում են։ Գաղափարը կա, դա դեռ խմորման փուլում է։ Իհարկե գաղափարը կյանքի կոչվի միայն բազմակի փորձաքննություններ անցնելուց հետո։ Նախաձեռնությունն արդեն հավանության են արժանացրել բնապահպանները։ Առաջին արձանը, որը տեղ կգտնի Սևանի հատակին, կլինի անմոռուկի տեսքով։ Գրիգոր Գևորգյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։